Մեծայրումի, Աղթալայի, Հաղպատի, Ճոճկանի դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները քննարկեցին հանրակրթական ոլորտի հիմնախնդիրները։ Դպրոցների կառավարման խորհուրդների անդամների համար վերապատրաստման երկօրյա դասընթաց էր կազմակերպել World Vision բարեգործական կազմակերպության Ալավերդու տարածքային կենտրոնը, աղքատության մասնակցային գնահատում դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Քաղաքացիների ձայն եւ գործողություն մեթոդաբանության արդյունքում, որը կիրառել ենք մեր շահառու համայնքներում, պարզ է դարձել, որ դպրոցի նաեւ կառավարման այդ խորհրդի անդամները նաեւ ունեն իրազեկվելու իրենց իսկ իրավունքների վերաբերյալ, դրա պատճառով իսկ եկել է այդտեղից։ Նախապես նաեւ բաժանվել է դասընթացի ժամանակ եւս նյութերը բաժանվում են իրազեկման նյութեր, տեղեկատվական թերթիկներ եւ գրականություն անպայման բաժանվում է։ Կառավարման խորհրդի անդամ լինելով շատ հարցեր կային, որոնց ոչ թե ծանոթ չենք, այլ մեծ ուշադրություն չենք դարձրել եւ մեր լիազորությունները, իրավունքներն ու պարտականությունները այդքան էլ ծանոթ չէին մեզ։ Դասընթացը հիմնականում մանավանդ որ շատ հագեցած էր գործնական պարապմունքներով, մեզ բավականին նյութ տվեց։ Մասնագետի կողմից պարզաբանումներ են տրվում ծագած հարցերի վերաբերյալ, բացի այդ, քանի որ տարբեր դպրոցների կառավարման խորհրդի անդամներ են հավաքված, փորձի փոխանակում է կարելի ասել նաև լինում։ Մանկավարժներն ու ծնողական խորհրդի անդամները Կրթության ազգային ինստիտուտի մասնագետ Առաքել Գյուլբուդաղյանի հետ քննարկեցին դպրոցի կառավարման խորհուրդների իրավունքներն ու պարտականությունները, հանրակրթության մասին օրենքը։ Աղթալայի համար մեկ միջնակարգ դպրոցի տնօրեն Լեռնիկ Ճիճիլյանն ասում է, որ շատ ուսուցիչների ու ծնողների համար օրենսդրական նորմերը մնում են թղթի վրա։ Այստեղ խնդիրը կայանում է ծնողական խորհուրդների եւ ընդհանրապես կառավարման խորհուրդների հետ կապված, որովհետեւ որոշ դեպքերում այս խորհուրդները կրում են ձևական բնույթ եւ որպիսի ձևական բնույթ չկրեն, անհրաժեշտ են նման դասընթացներ, տեղեկացվածություն, որպիսի յուրաքանչյուր ծնող երբ առաջադրում է ծնողական խորհրդի կազմում կամ առավել եւս ծնողական խորհրդի նախագահ է լինում, իմանա թե ինչի համար է այդտեղ եւ ինչ անելիքներ ունի։ Այս դասընթացը շատ արդյունավետ է, որ մենք արդեն գիտենք ինչպեսին է ծնողի դերը դպրոցում եւ տնօրենի աջակցությունը, ասենք, ծնողների կամ երեխաների նկատմամբ։ Կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ Առաքել Գյուլբուդաղյանի խոսքով հանրակրթության կառավարման հիմնախնդիրները որքան տարբեր են մայրաքաղաքում ու մարզերում, այնքան էլ ընդհանուր են։ Գլխավոր խնդիրը հանրակրթության համար անհրաժեշտ պարագաների հագեցվածությունն է, ուսումնադաստիարակչական գործընթացի համար լիարժեք պայմաններ ստեղծելը, ասում է Կրթության ազգային ինստիտուտի փորձագետը։ Եթե անգամ այդ պայմանները ստեղծված են, մենք պետք է կարողանանք չկրկնել այն սխալները, բացթողումները, որոնք մենք ստացել ենք խորհրդային դպրոցից։ Խորհրդային դպրոցը իր հսկայական նվաճումների եւ վիթխարի ձեռքբերումների հետ միասին ուներ որոշակի խոցելի կողմեր, որը մենք ժառանգություն ենք ստացել։ Դրանցից մեկը օրինակ աչքակապությունն է, տոկոս ապահովելն էր, այսինքն ամեն գնով միջնակարգ կրթություն ապահովելը, ամեն գնով որոշակի թվով հարվածայիններ եւ գերազանցիկներ ապահովելը։ Այսօր մենք փաստորեն շատ հարցերում գնում ենք այդ աչքակապությանը եւ դա վերաբերում է ոչ միայն պետականորեն կազմակերպող քննություններին, ստուգումներին, տարբեր տեսակի, այլև հենց տեղում իրականացվող, այսինքն ոչ ոք չի համարձակվում օրինակ, այս ինչ մարդուն անբավարար նշանակել ենթադրենք մաթեմատիկայից կամ հայոց լեզվից, չնայած նա բացարձակապես չի բավարարում չափորոշչային պահանջները։ Այսինքն, քանի մենք չենք հասել նրան, որ մի քանի հոգի չավարտեն դպրոցը իրենց ցածր ակադեմիական առաջադիմության պատճառով դրությունը չի լավանալու։ World Vision միջազգային բարեգործական կազմակերպության Ալավերդու տարածքային զարգացման ծրագրերի համակարգող Աշոտ Փերիխանյանի խոսքով վերապատրաստման դասընթացները շարունակական կլինեն։ Կրթության ազգային ինստիտուտի մասնագետները կայցել են կազմակերպության շահառու համայնքների դպրոցներ, տեսնելու թե ինչպես են կառավարման խորհուրդները կիրառում կրթության նախարարության առաջադրած չափորոշիչները։ Տաթևիկ Ջուղուրյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։